Անկախ նրանից, թե ընտանիքի որերորդ զավակին եք լույս աշխարհ բերում, եկող տարվանից պետությունը ոչ թե միլիոնների հասնող միանվագ նպաստ կտա, այլ բոլորի դեպքում միևնույն է՝ 500,000 դրամ, ասում են այսպես հավասար է։ Միակ առավելությունը երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում է՝ ի տարբերություն առաջին երկուսի, երրորդի ծնվելուց հետո մինչև երեխայի 6 տարին լրանալը ամսական 50,000 դրամ նպաստ կստանան ծնողները, եթե խանութներում էլ քարտով վճարեն, ամիսը 10,000 էլ բոնուս հետվճարը կլինի, բայց հերթով անկախ երեխայի կարգաթվից ծննդյան միանվագ նպաստները համահարթեցնելու կառավարության ուղղած հարցն է։ Իսկ ինչ կապ ունի, թե երեխան ընտանիքի որերորդ զավակն է, արդյոք նույնը չեն ծախսերը։ Տրամաբանությունը, որ դրված է այս նպաստի հիմքում, ինչը երեխայի ծննդյան շուրջ ծագող խնդիրները լուծելուն է միտված, այսինքն դա այդ պահին առաջացող ծախսերն են ընտանիքի, որոնք որևէ կարգաթվով ըստ էության պայմանավորված չեն, կապ չունի, որերորդ երեխան է ծնվում, ծախսերը միատեսակ են։ Պետական աջակցության հավասարաչափ բաշխմամբ անտեսվում հետին պլան է մղվում այն հանգամանքը, որ 3 կամ ավելի երեխա եւ 2 զավակ ունեցող ընտանիքները սոցիալապես հավասար չեն։ Բոլորին միևնույն միանվագ նպաստ հատկացնելը նշանակում է մոռանալ, որ 3, 4, 5 երեխա ունեցող ընտանիքների սոցիալական վիճակն առավել խոցելի է։ Այս պնդումն էլ ի հակադրություն կառավարության որոշման փորձագիտական համայնքում են առաջ բերում։ Մասնագիտական տեսանկյունից եւս նաեւ մեր ժողովրդագրական խնդիրների հիման վրա կարող ենք ասել, որ այդ գումարը ոչ միայն փոխհատուցման համար է, այլ այդ գումարը նաեւ խրախուսման համար է, որ մարդիկ ավելի ինքնավստահ, ավելի հանգիստ, ավելի քիչ մտքերով եւ քիչ ապագայի նկատմամբ անորոշությամբ գնան դեպի նոր երեխաներ ունենալուն։ Ընդհանրապես ցանկացած սոցիալական համահարթեցման նախագիծ, որը ներկայացնում են որպես ռեֆորմ, ինքը իրենից ռեֆորմ չի ենթադրում։ Այստեղ ավելի շատ պետական միջոցների խնայողության մասին է խնդիրը գնում եւ մոտեցումները բոլորովին համակարգային չեն։ Իսկ գործադիրում այլ համոզմունք ունեն, այո, միանվագ նպաստները համահարթեցնում են, նշանակում է առաջին եւ երկրորդ երեխաների դեպքում 200,000-ով ավելացնում են գումարը։ Կառավարության ղեկավարն ընդհատում է սոցիալնախարարին ու իր դիտարկումն անում, աճը բոլորի դեպքում է։ Մյուսների միանվագ միլիոնը, միլիոն ու կեսը ճիշտ է դառնում է 500,000, կրճատվում է համապատասխանաբար կես եւ 1 միլիոնով, բայց մինչեւ երեխայի 6 տարեկանը տրվող նպաստով փաստացի վերջնարդյունքում կստացվի, թե գործադիրը յուրաքանչյուր երեխայի համար ծնողին հատկացրել է առնվազն 3,6 միլիոն դրամ։ Այսինքն հիմա ստացվում է, որ մենք առաջին երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երկրորդ երեխայի ծննդյան գումարը ավելացնում ենք 200,000 դրամով, երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար այլևս մշտապես վճարվող ամիսը 50,000 վճարում ենք պլյուս այդ 500,000-ը։ Այստեղ է, որ նախկին խորհրդարանականը նկատում է պետությունը պարզապես իր գումարների ստաբիլությունն է փորձում ապահովել պարզ հաշվարկով։ Օրինակ, 1 ամսվա ընթացքում ծնվում է 10 ընտանիքի 5-րդ կամ հաջորդ երեխան։ Եթե գործող օրենքով պետական բյուջեից նրանց համար պետք է դուրս գրվի 15 միլիոն դրամ, ապա նոր օրենքով միանվագ կելքագրվի միայն 5-ը։ Հաջորդող ամիսների ընթացքում էլ բոլորի համար միայն կես միլիոն, ամսական 50,000-ի տեսքով, ու այսպես միայն 6 տարում փողը կհատի 3,6 միլիոնի շեմը, սակայն կառավարությունն իր առջև միայն այս խնդիրը չի դրել։ Ավելի ճիշտ է պարբերական ամսական աջակցություններով խրախուսել կամ աջակցել ընտանիքներին իրենց երեխայի հոգսերը հոգալ, քան մեկ միանվագ դրամագլխով, որը տրվում է ծննդյան ժամանակ, եւ ցավոք սրտի հաճախ այդ մեկ միանվագ մեծ նպաստները կրկին այլ նպատակներով օգտագործվելով եւ արագ սպառվելով դնում են այդ ընտանիքին աղքատության մեջ Եվ 500,000-ը, եւ 50,000-ը մարդը կարող է միանգամից ծախսել եւ նորից մնալ աղքատության մեջ։ Այսինքն սա հիմնավոր փաստարկ չէ, որպեսզի դու դրանով առաջնորդվես։ Ժողովրդագրագետները տևական ժամանակ է ինչ ահազանգում են, որ դեմոգրաֆիկ լրջագույն խնդիրներ ունենք։ Նվազել է ծնելիության գործակիցը, միևնույն ժամանակահատվածում գրանցված ծնունդներն ու մահերը գրեթե իրար հավասարվելու շեմին են հասել։ Ուրեմն ինչ ազդեցություն, հետևանքներ կունենա կառավարության նոր նպաստային քաղաքականությունը, եթե կարճ, ապա առնվազն ոչ դրական։ Մասնագետը նախ այսպես է մեկնաբանում։ Հիմնականում այսօր ժողովրդագրական հիմնախնդիրը Հայաստանի
երրորդ երեխա ունենալը եւ հաջորդիվ երեխաներ ունենալը։ Ուստի իմ կարծիքով սա ոչ դրական ազդեցություն կարող է ունենալ եւ մի շարք ընտանիքներում երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ երեխաներ ունենալու որոշման մեջ կարող է բացասաբար ազդել։ Իսկ առաջին եւ երկրորդ երեխա ունեցողի համար ինչ տարբերություն 300,000 կվճարեն թե 500,000։ Սոցիոլոգը նկատի է առնում այն հանգամանքը, որ ձևավորվող ընտանիքներում մինչև 2 երեխա ունենալն ընդունված է։ Այստեղ է, որ պետությունը պետք է խրախուսի երրորդի եւ նրան հաջորդողների ծնունդը, նպաստելու բնական պոպուլյացիային։ Ինչ վերաբերում է թեկուզ մտքի ծայրով անցկացնելուն, թե մեր երկրում ամուսինները երբեմն բազմազավակ են դառնում պետությունից միանվագ մինչև 1.5 միլիոն դրամ ստանալու համար, մասնագետները կարծում են, որ եթե անգամ այդպես է, լավ է։ Այդ երեխաներն իրենց ծնողներին լինելուց բացի մեր պետության երեխաներն են, մեր երկրի քաղաքացիները, թեպետ նաև ընդգծում են նման մոտեցում չկա, այսինքն որևէ մեկի համար միայն գումարը չէ մոտիվացիան։ Ամբողջ աշխարհում կիրառվում է այս կամ այն մեխանիզմները խրախուսելու, խթանելու, որպեսզի շատ երեխաներ ծնվեն։ Նաև գումարը որպես հավելյալ գործոն երեխա ունենալու պլանավորման մեջ, դա շատ բնական է։ Մեծ կտրուկ եւ համարձակ գործողություններ են հիմա անհրաժեշտ, ընդգծում է նախկին падգամավորն ու շեշտում, դրանց հետևում պետք է լինեն ֆինանսատնտեսական կոնկրետ հիմնավորումներ, նաեւ մշակութային ու գաղափարական հաշվարկներ։ Նույնիսկ փողը, որքան էլ որ այսպես ասած հաճելի հանգամանք է հասարակության համար, հատկապես այն հասարակության, որտեղ ուրեմն աղքատության ցուցանիշը բավականին բարձր է, դա չի կարող բարոյական մոտեցում լինել պետության կողմից եւ գաղափարական մոտեցումը պետք է լինել, այլ ընտանիքի, ընտանեկան ուրեմն երեխավարության ուղղությամբ աշխատանքները տանել, ներկայացնել, թե ինչու է լավ շատ երեխաներ ունենալ։ Բոլոր ծրագրերի ռազմավարությունների թվերի հետևում մարդիկ են, Սուրանկյունն ուղղություն վերցրեց Վանաձոր Մոսինյանների բազմանդամ ընտանիք, լսելու նաև նրանց դիրքորոշումը պետության աջակցության համահարթեցման վերաբերյալ։ 8 որդի ունեցող Արեն Մոսինյանն ասում է, կապ չունի գումարը մեծ է թե փոքր, 500,000 է թե 1.5 միլիոն, կարգաթիվը պետք է հաշվի առնել, տարբերության սկզբունքը պահպանել, նա էլ այս հավասարությունն է բանաձևում, սրա կողմնակիցն է։ 3-4 երեխաների հասարակ առօրյայի ծախսը 8 երեխատեր ընտանիքի հետ համեմատած մինիմում կրկնակի տարբերություն է։ Կենցաղային ծախսերի մեջ ի՞նչն է մտնում, օրինակի համար, մարդիկ ասենք լվացք են անում, խոսքի օրինակ այդ նույն շեմը կրկնակի անգամ ավել է ծախսը։ Եթե մեզ որևէ հարց չեն ուղում, մեր տեսակետը չեն լսում, այդ ինչպես են որոշում, կես միլիոնն է ճիշտը, թե 1.5-ը, կեսն է բավարար, թե դրան գումարած եւս 1 միլիոն է, հարցնում է ընտանիքի հայրը։ Այդ ոնց է մանկավարժը, եթե գնում է վերապատրաստվում, իր աշխատավարձը դառնում է օրինակի համար կես միլիոն, վարչապետի ասելով մինչև 700,000, դե բա մենք վերապատրաստված ընտանիք ենք արդեն, մենք ինքներս մեր երեխեքին պահում ենք, բա ինչի պետք է միանմանը լի։ Ու մինչև հասարակական քննարկումների օրակարգում շատ թե քիչ գումարն է, մեր խմբագրությունը հազանգում են քաղաքացիներ, ովքեր ամիսներ շարունակ այդպես էլ չեն կարողանում պետությունից ստանալ, օրինակ 30 շաբաթական անաշխատունակ մայրության նպաստը, պատասխանատու նույն կառույցից են մեկնաբանում, նոր համակարգ է, տեխնիկական խնդիրներ կան։ Այսքանը։ Էդվարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանկյուն։